Արցախի հանրային հեռուստատեսության եթերում աշխատանքն է սկսում օր դրատվական ծրագիրը, բարի երեկո։ Դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ։ Այդ ընթացքում արձակելով շուրջ 900 գրակոց։ Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավային Հադրութի եւ արևելյան Մարտունու պաշտպանական ուղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը բացի ինքնաձիգներից եւ գնդացիրներից կիրառել է նաեւ SVD եւ Իստիգլալ տիպի դիպուկահար հրացաններ 93 գրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ է մնացել հակառակորդի կողմից իրականացված անարդյուն կրակոցներին պատասխանելուց եւ շարունակել վստահորեն ապահովել իրենց պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի պաշտպանությունը։ Ինչ վերաբերում է հայկական երկու անօթաչու թռչող սարք խոցելու մասին ադրբեջանական Ագիտպրոպի կողմից 3 տարածված տեղեկությանը, ապա դա ոչ այլ ինչ է, քան իրականությանը չհամապատասխանող շարքային քարոզչություն, հայտնել է մեր երկրի ռազմական գերատեսչության մամլո ծառայությունից։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ Ստեֆան Վիսկոնտին Ադրբեջան իր առաջին այցի ընթացքում հաստատել է պաշտոնական Փարիզի վճռականությունը շարունակելու Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի համատեղ ջանքերը Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման անաչառ եւ արդարացի գործընթացին նպաստելու համար։ Այս մասին նշված է դեկտեմբերի 11-ից 12-ն Ադրբեջան կատարած Վիսկոնտիի առաջին այցի արդյունքներով Ֆրանսիայի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։ Վիսկոնտին ընդունել են Ադրբեջանի նախագահն ու արտգործնախարարը։ Սիրիական պետական պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ Հալեբ քաղաքը հիմնականում ազատագրված է։ Սիրիայի պետական հեռուստատեսության ցուցադրած կադրերում Հալեբի բնակիչներն են, ովքեր ցնծությամբ են տոնում 5 տարի շարունակ պատերազմի հետևանքով ավերածությունների, սովի ու մահվան միջով անցած քաղաքի ազատագրումը։ Մեծ Բրիտանիայում գործող Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական խումբը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի կողմից Հալեպի լիակատար գրավում է զուտ ժամանակի հարցեր։ Այս մասին գրում է բրիտանական Independent-ը հղում կատարելով դիտորդական խմբի ղեկավար Ռամիա Աբդել Ռահմանին։ Նրա խոսքով ապստամբներն արդեն հետ են քաշվում Հալեպի արևելքի այն 6 հիմնական թաղամասից, որտեղ իրենք կենտրոնացրել են իրենց ուժերը։ Ավելի վաղ Սիրիայի կառավարական զինված ուժերը հայտարարել են, որ վերահսկում են քաղաքի 98%-ը եւ գրավել են Հալեպի հիմնական արդյունաբերական Շեխ Սաիդ թաղամասը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի-մունը խոր մտահոգություն է հայտնել Հալեպում մարդասիրական իրավիճակի սրման կապակցությամբ, հայտարարելով, որ միջազգային եւ հումանիտար իրավունքը հակամարտող կողմերին պարտավորեցնում է պաշտպանել քաղաքացիական բնակչությանը։ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մերձնեստրի Մոլդովական հանրապետության նորընտիր նախագահ Վադիմ Կրասնոսելսկուն։ Ուղերձում ասված է. «Հարգարժան Վադիմ Նիկոլայի, Արցախի ժողովրդի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մերձնեստրի Մոլդովական հանրապետության նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Մեր ժողովուրդներին ու երկրների միավորում են պատմական եւ արժեհամակարգային շատ ընդհանրություններ, ու մենք անկեղծորեն շահագրգռված ենք Մերձնեստրի հետ եղբայրական հարաբերությունների պահպանմամբ, որի հետ բարեկամությունը մեր երկրում բարձր են գնահատում։ Վստահ եմ, որ ձեր ղեկավարությամբ Մերձնեստրի Մոլդովական հանրապետությունն այսուհետ էլ կշարունակի զարգանալ եւ ամրապնդել իր անկախ պետականությունը։ Մաղթում եմ ձեզ հաջողություններ եւ ամենայն բարիք եղբայրական Մերձնեստրին, խաղաղությունը բարգավաճում», ասված է նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում։ Ամիսներ առաջ Technology and Science Dynamics ընկերությունը եւ New Technology Education Fund բարեգործական հիմնադրամը ԼՂՀ կառավարության աշխատակազմի աջակցությամբ նորարարական բիզնես գաղափարների Startup Challenge Արցախ մրցույթն էին հայտարարել։ 18-ից 35 տարեկան երիտասարդներին հրավիրելով բիզնես գաղափարներ ներկայացնել, դրանք կենսագործելու հնարավորություն խոստանալով։ Անցած շաբաթավերջին կազմակերպիչներն ամփոփել են մրցույթի արդյունքները։ Մինչև հոկտեմբերի 26-ը ներկայացված նախագծերից Startup Challenge Արցախի կազմակերպիչներն ընտրել էին 12 նախագիծ։ Դրանք եզրափակիչ մրցույթին են մասնակցել։ Հիմնական պայմանը, որ առաջադրվել էր, երիտասարդները զարգացման ծրագրեր պիտի առաջարկեին հենց Արցախի համար։ Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախը ներկայացնող հավակնորդ թիմերը մասնակցել են բիզնես ճամբարի, հաճախել են մենթորական դասընթացների, որոնք հնարավորություն են տվել դեռևս հում գաղափարներին միս ու ոսկոր հաղորդել, դարձնել ներկայանալի։ Դեկտեմբերի 10-ին եզրափակիչում հայտնված թիմերը իրենց բիզնես գաղափարները ներկայացրին ժյուրիին, որի կազմում գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ էին, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ներկայացված էր աշխատակազմի ղեկավար նախարարի մակարդակով։ Ամփոփիչ միջոցառմանը ներկա էր նաև վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով կարևորեց ստարտափների գաղափարը եւ ավելին ֆինանսավորում խոստացավ ժյուրիի ընտրած եւս 3 գաղափարի, ֆինանսավորվելիք ծրագրերի քանակը 3-ից հասցնելով 6-ի։ 21-րդ դարի աշխարհի բոլոր տնտեսագետների ծրագրերում երկրի զարգացման առաջին հերթին դնում է ստարտափների ֆինանսավորումը։
Ներկայացված 12 ծրագրերից 4-ը կազմվել էին Երևանում, 8-ը Արցախում։ Դրանց կիրառության ոլորտները տարբեր են՝ զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, կենցաղ-սպասարկման ծառայություններ եւ այլն։ Մեր Գելան ակումբի աշխատանքը ուրեմն Արցախում կարելի ասել տվեց իր առաջին պտուղները, որովհետև երիտասարդության մեջ մեծ հետաքրքրություն է մտել, աշխուժություն է մտել, ցանկություն է մտել ինչ-որ պրպտումներ, մտածել, ստեղծել, հորինել, իսկ դա ամեն ինչի պայծառ սկիզբն է։ Ժյուրին հավանություն տվեց ընդամենը 4 ծրագրի։ Brian Beat թիմը Երևանից է, իրենց նախագծի համար տղաները $1000 ֆինանսավորում էին ուզում։ Արդյունքում, պայմանով, որ ծրագիրը Արցախում պիտի կենսագործվի, նրանք New Technology Education Fund բարեգործական հիմնադրամից կստանան 3 անգամ ավելի։ Ստեղծում ենք բոտեր կազմակերպությունների համար իրենց հաճախորդների սպասարկումը ավտոմատացնելու նպատակով։ Առաջին արտադրությունը Արցախում է հիմնադրելու Բարսեղ Միրզախանյանը։ Ինքնաշխատ ծորակի գաղափարը եւս արժանացավ ժյուրիի հավանությանը։ Ֆինանսավորումը ստացել եմ այն նպատակով, որ պետք է Արցախում ստեղծեմ ծորակներ եւ հետագայում արտահանեմ։ Հունվարյան արձակուրդներից հետո իրենց գաղափարի կենսագործման աշխատանքը կսկսեն Ստեփանակերտից Արամ Նուրիջանյանն ու Արմեն Ադամյանը։ Նրանց բիզնես գաղափարը ժյուրին իրագործման համար մոտ 100%-ով պատրաստ գնահատեց։ Մեր համակարգը կոչվում է Bus Traffic Online։ Կլինի մի ամոճար համակարգ, որի հնարավորություն կտա իրական ժամանակում հետևել երթուղային տաքսիների շարժմանը եւ ըստ դրա ճիշտ պլանավորել սեփական ժամանակը։ Արցախի ներդրումային հիմնադրամից է ֆինանսավորվելու Recycle Bin թիմի նախագիծը։ Աղջիկները Ստեփանակերտում աղբահանության նոր մեխանիզմ են առաջարկել, որին հաղթելու դեպքում աջակցություն է խոստացել վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Արդեն հունվարի 28-ից հետո սկսվում է երկրորդ փուլը, դա ֆինանսավորման փուլն է, քանի որ մեր ծրագիրը ունի դեռևս որոշակի թերություններ, կան ինչ-որ չմշակված մասեր, հրավիրվելու են մասնագետներ տնտեսագիտության, իրավաբանության բնագավառից, արդեն շտկումներ են կատարվելու եւ ավելի է կատարելագործվելու մեր ծրագիրը, ինչպես նշեց պարոն Շաքարյանը, արդեն 100%-անոց լրիվ կատարելագործված ծրագիր է լինելու եւ ֆինանսավորումը կատարվելու է մաս-մաս։ Ինչպես այս, այնպես էլ մյուս հաղթող թիմերը որոշակի խորհրդատվական ճանապարհ դեռ անցնելու են։ Հետաքրքիր աշխատանքային օրեր ու ամիսներ սպասում են նաև մյուս 8 թիմերին։ Մրցույթի կազմակերպիչները նրանց համատեղ աշխատանք են առաջարկել սեփական գաղափարները կատարելագործելու եւ բիզնես ներկայանալի դարձնելու համար։ Խնդիրներն են, որ օգնել բոլորին, եթե նրանք ինչ-որ մտածում են, բայց մի քիչ սխալ են մտածում, մի քիչ չեն պատկերացնում, ուղղել նման երիտասարդներին, ցույց տալ իրական ճանապարհը, որովհետև վերջապես ֆինանսավորումը մենք ենք անելու, որպեսզի մեր գումարները չվատնվի իզուր տեղը եւ արդյունք ստան։ Սա Startup Challenge Արցախի առաջին քայլն էր եւ կազմակերպիչների ու մասնակիցների ողջավորությունից կարելի է ենթադրել, որ շարունակություն կունենա։ Վարչապետ Արայիկ Հարությունյանը համենայն դեպս առաջարկեց նման միջոցառում անցկացնել ամեն տարի։ Լուսինա Ղավանեսյան, Աշոտ Գասպարյան, օր։ Քաշաթաղում ավարտվել են աշնանացանի աշխատանքները։ Շրջանում այս տարի այդ ծավալները հասցրել են 16000 հեկտարի։ Ավարտված գյուղատնտեսական տարին բարեհաջող էր գյուղացու համար։ Ինչն էլ խթան է, որ այս անգամ Քաշաթաղում ցանքսերն ավելի շատ տարածքներ ընդգրկեն։ Իդեպ վերջերս երկրի ղեկավարն այստեղ հանձնարարել է, որ հաջորդ տարի հողագործության ծավալները հասցվեն մինչև 20000 հեկտարի։ Քաշաթաղում այդ ներուժը կա եւ այս ուղղությամբ անելիքները հստակ են։ Ավարտված գյուղատնտեսական տարում Քաշաթաղի շրջանում գրանցել են հեկտարից 24 ցենտներ հացահատիկի միջին բերքատվություն։ Ավելի քիչ կորուստներ են ունեցել եւ ավելի շատ բերք են մթերել գյուղացիները։ Շրջանում ավարտել են աշնանացանի աշխատանքները։ Գյուղատնտեսության վարչության պետի խոսքով հողագործության ծավալներն այս անգամ հասցրել են 16000 հեկտարի։ Երկրի ղեկավարի հանձնարարականով հաջորդ տարի այստեղ նախատեսում են մինչև 20000 հեկտար աշնանացան կատարել։ Դա իրական թիվ է, որովհետեւ Քաշաթաղի շրջանում կան դեռ հողեր, որոնք համարվում են որպես արոտավարեր, բայց նրանք ենթակա են լինելու վարելահողեր եւ այդ բոլորի շնորհիվ իհարկե մենք այդ վարելահողերի վրա մենք ունենք նաեւ բազմամյա խոտաբույսեր ցանված շրջանում մոտ 4000-5000 հեկտար, բայց միանշանակ կհասցնենք 20000-ի
Աշտանացանի աշխատանքներին զուգահեռ գյուղացիներն այս օրերին պայքարում են մկնանման կրծողների դեմ։ Գյուղատնտեսներն հազանգում են։ Միջոցառումը պետք է կատարել ժամանակին, քանի դեռ չեն գրանցվել զգալի վնասներ։ Այս տարի մկնանման կրծողների դեմ պայքարի համար ցինկի ֆոսֆիդի փոխարեն պետությունը ներկրել է բրոդի ֆակում։ Բույսերի պաշտպանության ծառայության միջատաբանը հորդորում է այն օգտագործել անվտանգության կանոնները պահպանելով, անպայման ձեռնոցներով ու դնչկալով եւ վերջում պարտադիր լվացվելով։ Ընդհանրապես գրավչանոց պատրաստելու համար վերցնում ենք 1 կիլոգրամ մաքուր զտված ցորենի հատիկ, 20 գրամ բրոդի ֆակում եւ 30 գրամ ձեթ։ Ձեթը խառնելով հատիկի հետ մեկտեղ ավելացնում ենք 20 գրամ ունանյութը, որից հետո խառնում հետագայում ստացվում է բաց կարմրավուն գույնի հատիկներ։ Գրավչանոթը պատրաստելուց հետո հաշվարկում ենք հողատարածքներում մկնանման կրծողների վարակվածության աստիճանը մինչև 50 բանանցքի դեպքում թույլ, 50-ից մինչև 100 միջին եւ 100-ից բարձր վարակվածության աստիճան համարվում։ 1 հեկտարի հաշվով կախված վարակվածության աստիճանից, այսինքն 1 բանանցքում դնում ենք մինչև 5 գրամ հացահատիկ։ Հողագործության ծավալներն ավելացնելու միտում է նկատվում նաև Կովսականում։ Քաղաքապետն ասում է, դրա համար բերքարատ տարին բոլոր նախադրյալները ստեղծել է։ Այստեղ ունեցել են հեկտարից 25 ցենտներ միջին բերքատվություն։ Նախորդ տարվա 1250 հեկտարի փոխարեն ցանց են կատարել 1500 հեկտար վարելահողում։ Եռանդով են բնակիչները կպած վարուցանքին, կարելի ասել անցած տարի եթե մնացած կային 2-3 հեկտար, այս տարի դա չկա։ Բոլորը ուրեմն սարված է, ցանված է, դեռ շարունակվում է այդ աշխատանքները։ Քաշաթաղի շրջանում մասնագետներն ուսումնասիրում են հողային ներուժը, հատուկ ուշադրության կենտրոնում են պարապուրդի մատնված հողատարածքները։ Շրջանի գյուղոլորտի պատասխանատուն ավելացնում է, սեփականության կամ վարձակալության պայմանագրի պահանջները չկատարող քաղաքացիները զրկվելու են հողից, փոխարենն այն տրամադրելու են նրանց, ովքեր գյուղատնտեսությամբ զբաղվելու ցանկություն ունեն։ Մենատնտեսներ կան, ովքեր բարձրացնում են խնդիրը։ Ասենք մարդը հասնում է 20 հեկտար այդ ոչ ջրովի հողատարածք, ի վիճակի չէ ցանելու։ Թող կրկնակի վարձակալությամբ տա նրան ով բան անում, գոնե էդ էլ իրան կլինի լրացուցիչ բան։ Բոլոր տարածքները, որտեղ որ տրվել է մշտական օգտագործման, բայց մարդիկ չեն օգտագործում։ Տրվել է վարձակալության, բայց մարդիկ 2-3 տարի եւ չեն օգտագործում։ Բոլորը հաշվառվում է եւ այդ բոլոր հեկտարները միանշանակ իմի բերելուց հետո տարեվերջին գառնանացանի համար մենք նոր նախադրյալներ կստեղծենք, կտրամադրենք այն մարդկանց, ովքեր ցանկություն կհայտնեն նման հողերի վրա կատարեն գառնանացան։ Ավարտված գյուղատնտեսական տարում Քաշաթաղի շրջանը հացահատիկային մշակաբույսերի բերքով ամենահարուստն էր հանրապետությունում։ Մասնագետները չեն բացառում, որ 2017-ին էլ առաջատարի դիրքն այստեղ պահպանելու են։ Նարեկ Սահակյան, Հայկ Բաբայան, օր։ Այսօր տեղական ժամանակով ժամը 4:32 րոպեին Ադրբեջանի տարածքում տեղի ունեցել երկրաշարժ, էպիկենտրոնը գտնվում է Շամախի քաղաքից 11 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5-ից 6 բալ ըստ ՄՍԿ 64 սանդղակի։ Ստեփանակերտում զգացվել է 2-ից 3 բալ։ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 16:30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Դժվար անցանելի է Սոտք Խարվաճար ավտոճանապարհը եւ Վարդենյաց Լեռնանցքը։ Վրաստանի արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար երկկողմանի փակ է։ Այժմ այն մասին, թե ինչպիսին կլինի եղանակը այսօր գիշեր եւ վաղը ցերեկը մեր հանրապետությունում։ Հանրապետության տարածքում կդիտվի անբավարարություն, սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով։ Վարկյանում 3-ից 8, առանձին հատվածներում սպասվում է 15-ից 20 մետր ուժգնացմամբ հյուսիս-արևմտյան քամի եւ ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը գիշերը 0-ից 4, ցերեկը 1-ից 6 աստիճան տաքություն։